Հարց Տիրոջը, որ Աստված մեկ շաբաթ էր մեզ կյանք տվեց։ Երբ որ մենք կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը, առաջի Թեսաղոնիկեցիս 5:18 հետևյալն էր ասում. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա Հիսուս Քրիստոսում։ Այսօր մարդիկ կան, որ իրենց աչքերը չբացեցին, բայց Աստված մեզ կյանք է շնորհել, իրեն անունը փառավորել։ Եվ մենք պիտի կարողանանք այս մեծ ողորմությունը գնահատել եւ Տիրոջ անունը փառավորել։ Թող Աստծո անունը փառավորվի։ Ուղղակի այսօր սրտից դրված է խոսել հետևյալի մասին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստված մեզ ամեն մեկիս կանչել է, ամեն մեկիս այդ մեծ ողորմությունն արել է, տվել է փրկություն, իր որդին զոհեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Բայց շատ անգամ սա մենք չենք գնահատում, կամ սա մենք չենք տեսնում։ Չգիտեմ, աշխարհային այդ փորձառությունից կամ ասացված կա, որ մարդուն այդ նույնիսկ ափերիդ մեջ ծվածեղ անես ուտեցնես, ամեն անգամ լավություն անես, մի օր լավություն չանես, ամենը կմոռացվի։ Եղբայրներ, քույրեր, այսօր մենք պիտի չմոռանանք ամենակալ Աստծո մեծ ողորմությունը։ Այստեղ գտնվողներից որից է մեկի համար իր որդին չի զոհի, բայց Աստված մեզ համար այդ մեծ ողորմությունն արեց։ Բայց այսօր իմ խոսքի հիմքում ընկած է մեկ բան, որ տեսնենք մենք մեր իրական վիճակը, տեսնենք ամենը։ Հիշում եք, Մատթեոս ավետարանը, երբ որ մենք կարդում ենք այնտեղ 7-րդ գլխի մեջ, Տեր Հիսուս Քրիստոս անդրադառնում էր հետևյալին ասելով. Եվ ինչու քո եղբոր աչքի միջի շուղը տեսնում ես, եւ քո աչքի մեջի կերանը չես նշմարում։ Խոսքս տեսնելու մասին է։ Երեմիայի մարգարության մեջ, երբ որ մենք կարդանք առաջի գլխի 11-12 համարների մեջ, այնտեղ գրված է, որ Աստված խոսեց Երեմիայի հետ ասելով. ինչ ես տեսնում, Երեմիա։ Եվ Երեմիան պատասխանեց, ասեց. նշանի գավազան կտեսնեմ։ Եվ Տերը ասեց. լավ տեսար։ Կա նաև Ամոսյան մարգարության 7-8 համարի մեջ Տերը հարցրեց Ամոսյան. ինչ ես տեսնում, Ամոսյան։ Ամոսյան պատասխանեց, ասեց. կապարահլար։ Այսօր ամենակալ Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու էլ տեսնենք, ինչ որ մեզ ամենակալ Աստված ուզում է ասել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նախքան բուն թեմային ասնել, ուղղակի ուզում եմ այս մտքի վրա մենք անդրադառնանք եւ ես կուզեի խորենք այս մասին։ Հետաքրքիր է ինչպես Սատանան կարողացավ մարդուն համոզել եւ դուրս բերել եթեմական պարտեզից։ Հարցը հետեւյալն է. ուժի զորով ստիպեց, հա, մարդուն ստիպեց, խնդիրներ ստեղծեց, որ մարդը հրաժարվեր։ Ոչ։ Կամ ինքը կարողացավ ապացուցել, որ իր առաջարկած կյանքը ավելի լավ է, քան Աստծո կյանքը։ Ոչ, սիրելիս, նա փոխեց Աստծո պատվիրանքը։ Փոխելով Աստծո պատվիրանքը, ինքը կարողացավ մարդուն եթեմական պարտեզից դուրս հանել։ Մենք ինքը ինչ էր առաջարկում։ Այստեղ ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ մենք էլ շատ անգամ սա չենք տեսնում։ Այդ որ ես առաջինը տեսնեմ Աստծուն որպես հավիտենական կյանք եւ հավատամ, որ ամենակալ Աստված ամեն բան արել է, որ ես հավիտյանս ապրեմ իրեն հետ, որից է մեկ վիճակ ինձ Աստծուց չի հեռացնում։ Ուղղակի կուզեմ օրինակ տամ, պատկերացրա մարդուն առաջարկում է հետևյալը. մեկ բաժակ ջուր, որի մեջ է թույն կա, եւ ասում են, եթե այս բաժակը թույնը խմես, կմեռնես, փոխարանը կստանաս աշխարհի ամենամեծ հարստությունները։ Հարց եմ տալիս, մի մարդ կհամաձայնվի այսպես։ Իհարկե ոչ։ Իրեն չէ պետք է հարստությունը, որ ինքը պիտի մեռնի։ Սատանան կարողացավ հրամցնել հետևյալ կերպ։ Եվ հիշում եք, առաջի հարցում եղավ հետևյալը. միթե Աստված պատվիրել է, որ որից է մեկ ծառիցը չուտեք։ Կարդամ այդ տողերը Ծննդոց 3-րդ գլխի մեջ գրված է։ Առաջի համարս կարդամ. եւ օծը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ եւ Աստվածը ստեղծել էր։ Կնոջ ասաց. իրավ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառիցը չուտեք։ Սա գիտեք ինչի է նման։ Ոնց որ
հարցներ հետևյալը. միթե Աստված կամ իրավ Աստված ասելը չշնչես։ Սա հնարավոր բան չէր։ Բայց ուշադրություն դարձրեք ինքը ինչ կարողացավ տալ կնոջը, ինչ առաջարկեց։ Եթե ուտեք, Աստծո պես կլինեք։ Եվ երբ որ մենք կարդում ենք Հակոբոս թղթերի մեջ, ամենակալ Աստծո խոսքը հետևյալն է սովորեցնում մեզ ամեն մեկիս Հակոբու միջոցով։ Նայեք ինչ է ասում Հակոբոսը ինձ եւ քեզ։ Առաջի գլխի մեջ է գրված 14 համար, 14-15 համարները։ Բայց ամեն մեկը փորձում է բուն իրեն ցանկությունից հրապուրված եւ խաբված։ Կարդում եմ հետևյալ տողը. եւ կինը տեսա, որ ծառը լավ է ուտելու համար եւ թե հաճելի աչքին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մեր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ մենք չենք տեսնում Աստծո առաջարկը, չենք տեսնում Աստծո առաջարկած կյանքը մեզ համար։ Եվ ամենամեծ խնդիրը այսօր մարդը հակված է տեսնել այն, ինչ որ իր սրտի ուզածն է։ Ես շատ անգամ անդրադարձել եմ 73-րդ Սաղմոսի հեղինակին Ասապին, Ասապը ինչի հետևանքով է հեռանում Աստծուց, որն է պատճառը։ Ասում է քիչ է մնացել ոտքերս ծրվեն եւ բան չի մնացել որ գնաս կսահը։ Ուշադրություն դարձրեք շարունակության մեջ Ասապը ներկայացնում է իրեն այդ խնդրի բուն հիմքը։ Եվ Ասապը ինչ էր տեսնում, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Կարդամ, լսեք, Ասապը ինչ ուներ եւ սա էր հետևանքը, որ ինքը Աստծո ճանապարհներից հեռանում էր։ Որովհետեւ նախանձով լցրեց հպարտների վրա ամբարիշների խաղաղությունը տեսնել ես։ Ինքը խաղաղություն չուներ։ Շարունակության մեջ գրված է, որովհետև նրանք ցավ չունեն միջև իրենց եւ նրանց մարմինը փափուկ է։ Նրանք մարդի նեղության մեջ չեն, ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ Ասապես ամեն ուներ իր կյանքում եւ շարունակություն 12-րդ համարի մեջ գրված են եւ սրանք են ամբարիշներ, որ հաջողակ են աշխարհումս եւ ավելացնում են հարստությունները։ Ասապը չուներ այս բանը։ Մի հարց հետևյալն է, ինչի համար է Ասապը հասեց վիճակին, որովհետև Ասապ նայում էր մարմնավորին, տեսնում էր մարմնավորը, որովհետև Ասապը հավատում էր, որ կյանքը այդ մարմնավոր վիճակի մեջ է։ Ես շատ անգամ խոսել եմ այդ մասին, երբ որ մենք խոսում ենք Աստծո կամքի վրա, բազում անգամ ասել եմ, այսօր մարդը հետևյալն է փաստում եւ հետևյալն է ասում, որ Աստծո կամքը բարին, հաճելին, կատարյալն է։ Հիմա հարցը հետևյալն է, մենք ի՞նչն ենք տեսում բարի։ Հոբը իրեն տառապանքների մեջ գրեց հետևյալ տողեր, Աստված ինձի հրաշալի բաներ կեներ, բայց ես չի հասկանում։ Հիմա հարց եմ տալիս, Պողոսը ինչ էր գիտակցաբար գնում այդ խնդիրներին։ Եթե բարձրանալ պիտի լինի, միայն իմ տկարությունը կբարձրանամ։ Կամ երբ որ մենք նայում ենք Մովսես ինչի է հրաժարվում, ինչի մերժեց Եգիպտոսը, որն էր պատճառը։ Լավ, խելացի անձնավորությունը կհամաձայնվի այս տարբերակին։ Երբ որ մենք կարդում ենք 25 համարի մեջ գրված է ավելի լավ համարեց Աստծո ժողովրդը չարչարվել, քան միաժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Շարունակությունը ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը եգիպտացիներ հարուստ կանցերից։ Լավ, Քրիստոսի նախատիկը ցավ տառապանքը խաչը ավելին է, քան թե Եգիպտոսի հարստությունը։ Այո։ Ինչի համար, որովհետև Մովսեսը տեսնում էր։ Եբրայեցիս 11-ի առաջի համարն ասում էր. հավատքը ուսացած բաների հաստատությունը չերևացող բաների ապացույցը։ Մովսես տեսնում էր հավիտենությունը, տեսնում էր ապական։ Որովհետև շարունակության մեջ գրված է, որովհետև աչքը դրած մտիկ էր տալիս վասկի հատուցմանը։ Հիմա հարց եմ տալիս, մենք վասկի հատուցմանը տեսնում ենք թե չէ։ Ասապը չէր տեսնում։ Միջև են դրվագը, երբ որ 17 համարի մեջ գրված է, միջև որ Աստծո սրբության տեղը մտա։ Քուրես ջան, եղբայրներ ջան, այսօր մենք ունենք խնդրեմ։ Երբ որ մենք խոսում ենք Աստծո կամքի վրայով, միշտ մտածում ենք մեր սրտի ուզածը։ Այսպես չէ։ Աստծո կամքը բարին, հաճելին, կատարյալն է։ Այո եւ ամեն։ Ինչ վիճակում։ Երբ որ դու աշխարհի կերպարանքը չունես։ Աշխարհի մտածելակերպը չունես։ Ասապը մտածում էր, որ Աստծուն հավատացող մարդը ցավ պիտի չունենա, տառապանք պիտի չունենա, նեղություն պիտի չունենա, բայց
Պողոս առաքյալ հակադարձում էր։ Եվ ես համոզված եմ ու ասում եմ, որ այն անձնավորությունը, որ իր կյանքի մեջ ցավ, տառապանք, նեղություն չունի, ինքը Աստծո հետ կապ չունի։ Որովհետև ասում տնող անձնավորությունը իր կյանքի մեջ էս անպայման պիտի ունենա։ Այն անձնավորությունը, որ քայլում է Աստծո ճանապարհով։ Պետրոս իրեն թղթերի մեջ այնքան պարզ է ինձ եւ քեզ սա ցույց տալիս։ Ուշադրություն դարձեք, Պետրոս առաքյալ առաջի Պետրոս 2-րդ գլուխ 21 համարի մեջ ասում է, որովհետև դուք հենց այս բանի մեջ կանչվեցաք, ինչու՞մն են կանչվել, որ Քրիստոս չարչարվեցավ եւ ձեզ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք։ Հիմա հարց եմ տալիս։ Եթե ես այդ ճանապարհով չեմ գնում, Աստծո հետ ինչ կապ ունեմ։ Հիսուսը մեզ ամեն մեկի շատ պարզ ասեց, որ իր ճանապարհը նեղ, փշոտ, քարկարոտ է։ Մի հարց եմ տալիս, այդ նեղ, փշոտ, քարկարոտ ճանապարհի մեջ դու ինչ ես տեսնում։ Տեսնում ես ինչպես որ ասա, որ հաջողակ պիտի լինի, ցավ պիտի չունենա, տառապանք պիտի չունենա, ոչ սիրելիս։ Այսօր մարդկային կամքը սա է։ Երբ որ մենք խոսում ենք, որ Աստծո կամքը բարին հաճելին կատարյալն է, մենք միշտ այդ Աստծո կամքի տեղ դնում ենք մեր սրտի ուզած։ Եթե այսպես լինի, լավ կլինի։ Սիրելիս, թող Տեր օգնական լինի ինձ եւ քեզ, որ այսօր ես եւ դու կարողանանք սա հասկանալ։ Եվ ամենակլխավորը, ինչ ես տեսնում։ Այդ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ինքը ամենակալ ասված Մատթեոս ավետարան 7-րդ գլխի մեջ հոյակապ ձևով ասեց. ինչու քո եղբոր աչքի միջի շուղը տեսնում ես, քո աչքի միջի կերանը չես տեսնում։ Պողոս առաքյալը տեսավ իրեն։ Պողոսը տեսավ իրեն։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Հռոմեացիս 7-րդ գլխի 24 համարի մեջ ինչ է ասում Պողոս առաքյալը։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կապրեցնեց այս մահի մարմնից։ Հիմա հարց եմ տալիս։ Պողոսը եթե չտեսներ իրեն այդ վիճակը, ինչ եք մտածում։ Այդ ճանապարհը կարող է անցնել։ Մենք շատ անգամ խոսում ենք Աստծո խոսքի օրենքի վրա եւ ասում ենք, որ օրենքը դաստիարակ եղավ, որ մենք մոտենանք Քրիստոսին։ Միշտացություն դարձեք, որն է օրենքի բարությունը։ Օրենքը ցույց է տալիս մեր մեղավոր բնությունը, անկարող վիճակը։ Քուրը ջան, եղբայրներ ջան։ Պողոս առաքյալի ամենամեծ հաղթությունը բարձունքը սա էր։ Երբ որ մենք նայում ենք հոգևոր կյանքի մեջ, պիտի մեղավորից գա, ենթադրենք արտար կամ սրբված, վերջնակետում կատարյալ մարդ, Պողոսի կյանքում այսպես չէր։ Երբ որ մենք կարդում ենք առաջի Կորինթացիս 15-ին համարի մեջ գրված է ինչ ասում, որտեղ ես առաքյալների հետին եմ։ Եփեսացիս 3-րդի 8 համարի մեջ գրված է, ես սուրբերի հետին եմ։ Իսկ առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 15 համարի մեջ ասում էր, ես մեղավորների գլուխն եմ։ Հիմա հարց եմ տալիս, Պողոս առաքյալը սա խաբում էր, թե իրականություն էր։ Սիրելիս, այսօր ամենակալ Աստված մեզ տանում է վիճակին, որ ես եւ դու տեսնենք։ Այսօր ես եւ դու տեսնում ենք մեր թերի կողմերը։ Ես եւ դու տեսնում ենք, որ այդ խնդրեմ առաջացել է, նաեւ ես այնտեղ մաս եւ բաժին ունեմ։ Ես շատ անգամ խոսել եմ Նեհեմիայի մասին եւ մտածում եմ հետեւյալը, որ Նեհեմիան այստեղ տեսավ իրեն թերի կողմը։ Թեպետև շատ անգամ ես ասել եմ, որ որն էր Նեհեմիայի մեղքը։ Սուրբ Գիրքը ինձ եւ քեզ Երեմիայի մարգարեության 5-ի առաջի համարում ասում է, եթե լինի մեկ իրավունք անող արտարություն խնդրող, ես այն քաղաքին կներեմ։ Հիմա հարցը հետեւյալն է, ինչի ես այդ արտարը չեմ։ Ինչի այսօր Գյումրի մեջ մեծ արթնություն չկա։ Աստծո խոսքն է, ճիշտ է ես։ Այսօր մարդը ունի հետեւյալ կերպ, ինքը չի տեսնում իրեն որպես արգելք։ Ինքը տեսնում է մարդկանց, որոնց որ մտքի մեջ էլ մտածում է, որ Աստված չի կանչես, մարդը չի փոխվի, ոչ սիրելիս։ Երեմիան այնքան պարզ է ասում ինձ եւ քեզ, եթե լինի մեկ իրավունք անող արտարություն խնդրող, ես այն քաղաքին կներեմ։ Եվ այդ մեկ իրավունք անողը, այդ արտար մարդը եղավ Նեհեմիան։
Ուշադրություն դարձրեք, Նեհեմիան հասկացավ, տեսավ իրեն թերի վիճակը, եւ երբ որ մենք նայում ենք իրեն աղաչանքը, Նեհեմիա գիրք առաջի գլուխ 6-րդ համարից գրված է, աղաչում եմ ական չտիր աչքդ բաց լինի, քո ծառայի աղոթքը լսելու, որ ես հիմա աղոթում եմ քո առաջին ցերեկ գիշեր քո Իսրայելի որդի ծառաների համար, խոստովանվում եմ Իսրայելի որդկանց մեղքերը, որ քեզ դեմ մեղանչեցինք, ինք Իսրայելի որդկանց հետ է, ես էլ իմ հորտունն էլ մեղանչել ենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Նեհեմիան ոչ թագավոր էր, ոչ քահանա էր, ոչ էլ ղևտացի էր, բայց Նեհեմիան տեսնում է իրեն թերի կողմը, որ Երուսաղեմի պարիսպները, տարպասները, որ քանդվի այրել են, ինքն էլ մասնակից է այդ վիճակին, որ իր պատճառով է նաև այդ տեղի ունեցել։ Երբ որ ինքը զղջաց, տեսավ իրեն վիճակը, ինքը դիմեց թագավորին։ Հիշում եք, երկրորդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ Նեհեմիան ինքը մատրվակ էր Արտաշես թագավորի առաջին, երբ որ տրտում թեմքով ներս մտավ, թագավոր հարցրեց ինչ է եղել, գրված է, որ ինքը վախեցավ։ Երբ որ ասեց սա ֆիզիկական ցավ, չէ՞ այլ սրտի ցավ է, ասեց այո, իմ հայրերի քաղաքը ավիրակ է։ Կարդամ երկրորդ գլուխ 4-րդ համարից, եւ թագավորն ինձ ասաց. ինչ է քո ուզածը։ Եվ ես աղոթ կարի երկինքի ասում, եւ ասացի թագավորին, եթե թագավորին հաճելի է, եւ եթե ծառատ հաճել է քո առաջին, ինձ ուղարկիր Հրեաստան իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես շինեմ նրան։ Եվ ինձ ասաց թագավորը. միջև կտևի քո կնալը, երբ կդառնաս, եւ հաճել եղավ թագավորի առաջին, որ ինձ ուղարկե, եւ ես նրա ժամանակ որոշեցի, եւ ասացի թագավորին, եթե հաճել է թագավորին, թող ինձ նամակ տրվի, եթե այն կողմ իշխանների վրա, որ ինձ անցկացնեմ, միջև որ հասնեմ Հրեաստան։ Եվ մի նամակ թագավորական պարտեզի տեսուչ Ասափի վրա, որ ինձ փայտ տա Ասվետան աշտարակները, դռները, քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար եւ այն տան համար, որ ես պիտի գնամ, եւ թագավորը տվավ ինձ, որովհետեւ Ասու բարիցերքը ինձ վրա էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նորմալ երևույթ է, որ թագավորը հրամայում է քաղաքը քանդել, ավիրել, ու հանկարծ թուղթ է տալիս, որ նորից վերանորոգեն։ Սիրելիներ, սա հետևանքն էր նրան, որ ինքը Նեհեմիան տեսավ իրեն վիճակը։ Նեհեմիան եղավ այդ մեկը, արդար, Աստծո երեսը փնտրող եւ Աստծո տան մասին մտածող։ Այսօր ամեն մեկիս հետ է սա, եւ Աստված ուզում է, որ ես եւ դու ունենանք այս վիճակը, որ ես եւ դու կարողանանք տեսնել, որ եթե հայոց երկրի մեջ խնդրեմ կա, մեղքի բաժին ունեմ նաեւ ես։ Երկրորդ մնացորդաց գիրք, երբ որ կարդում ենք, շատ անգամ կարտասվել ես համարը, քուրեր ջան, եղբայրներ ջան, եւ երևի շատերս մտածել ենք, այս խոսքը գրված է այս մեկի մյուսի համար, չէ, գրված է ինձ եւ քեզ համար։ 7-ի 14 համարի մեջ գրված է. Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհություն եւ աղոթ կանը իմ երես խնդրե, իր այդ չար ճանապարհներից ետ դառնա, այն ժամանակ կլսեմ երկինքից, կմնանամ նրանց մեղքերը, կբժշկեմ նրանց երկիրը։ Ասում է թե խոսում Աստված։ Եվ իմ ժողովուրդը, այսօր հարց եմ տալիս, մենք իրեն ժողովուրդն ենք, թե չէ։ Հիմա ես ինչ պիտի անեմ, որպեսզի Աստված երկիրը բժշկի, որն է իմ կողմը։ Այսօր որպես անհատ ամեն մեկս առաջինը պիտի տեսնենք մեր թերի կողմը, պիտի տեսնենք մեր պակասը։ Այսօր հարց եմ տալիս, ինչքան է մեր աղոթները։ Ինչքան անգամ ասել եմ սա, երբ որ 44 օրվա պատերազմ էր, ազգը ընկել էր, ողբում էր։ Երբ որ պատերազմը վերջացավ նաև աղոթքը։ Հիմա հարց եմ տալիս, ազգը միայն այդ 44 օրվա ժամանակահատվածում ուներ Աստծո կարիքը։ Ես բազում անգամ ասել եմ, որ աղոթքը մարդու կյանքի մեջ պիտի ծնվի առաջինը Աստծո կարիքից եւ Աստծո պահանջից։ Եթե որ Աստված չէ քո կարիքը եւ Աստված չէ քո պահանջը, իմացած եղիր, մնացած վիճակների մեջ աղոթքիդ պատասխան չի լինի։ Լինում է բարակա Աստված թողները շեղում է մեկ բա, ուզում եմ որպես ես ավելի լավ հասկանանք։
բերում են ընդհատենք բարեկամին, հարազատին մի հատ աղոթեք, եղբայրներ։ Որն է աղոթքի նպատակը, որ այդ անձնավորությունը բուժվի։ Առաջինը, ինչ կերպ, մարմնավոր։ Ինչքան մարդիկ են բուժվել եւ Աստծուն չեն էլ ընդունել։ Հիմի հարց եմ տալիս. Աստված իրենց համար ով է։ Իրենց համար իրենց կամքը կատարողն է, իրենց սրտի ուզած անողն է, բայց Աստված ուզում է, որպես այսօր դու հասկանաս, եթե նույնիսկ բժշկել է, նպատակը մեկն է, որ այդ անոթը ծառայի իրեն համար։ Լինում է պարականներ, երբ որ մարդիկ ինչ-որ մի հատ գործիք են գտնում, կոտրված, տանում են, սարքում են եւ ինչ են անում, օգտագործում են իրենց համար։ Մենք կոտրված ենք։ Աստված մեզ կտա։ Վերանորոգեց եւ ու նպատակը մեկն է, որ օգտագործենք իրեն համար, բայց հարց եմ տալիս, ում համար ենք մենք օգտագործում։ Մենք սա չենք տեսնում։ Տեսնում ենք հետեւյալը, մեղասը, որ Աստված մեզ պարտք է, Աստված մեզ պարտական է, ոչ սիրելիս, Աստված մեզ պարտք չի։ Մենք ենք ասում պարտք։ Այսօր մենք տեսնում ենք լոկ մարմնավորը։ Հետաքրքիր է, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, այս համարը ուզեմ կարդալ բոլորի շինության համար։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլխի մեջ ամենակալ ասված հետևյալն է ասում Պողոսի շուրթերով ինձ եւ քեզ։ 3-րդ գլուխ 16-17 համար։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո ոգին բնակում է ձեզանում։ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Մենք ընդունում ենք սա, թե չէ, հավատում ենք այս խոսքերը։ Հիմա հարցը հետևյալն է, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Աստծո տաճարը միայն դու ես։ Թե եղբայրդ, քույրդ, մյուս անձնավորությունը։ Եվ հիշեք հետևյալը Սուրբ Գրքի մեջ գրված է, ով որ Աստծո տաճարն ապական է, Աստված էլ զանիկա պիտի ապական է։ Բայց այսօր դու փոխանակ աղբորդ բարձրացնես, աղոթես քրոջդ համար, հարազատիդ համար, նույնիսկ թշնամուդ համար, մեկ ուրիշ ծև ես նայում, որտեղ դու չես տեսնում, որ այդ անձնավորությունը Քրիստոս այրանքինն է։ Բազում անգամ այդ պատմել եմ, չգիտեմ ինչքանով է, ճիշտ այդ պատմությունը, բայց միտքը հոյակապ է։ Թե ինչքանով է այդ ես Երուսաղեմում եմ ես լսել, դրանից առաջ էլ է պատմվել, որ Երուսաղեմի պատի տակ ընկած էր սատկած շուն։ Ապա մարդիկ անցնում են, ամեն մեկը անուն են տնում, մեկը ասում էր կարշահոտ է գալիս, մյուսն ասում է ինչքան զզվել է, եւ ասում են մեկը եկավ, կանգնեց, երկար նայեց, ասաց ինչ գեղեցիկ ատամներ ունեն։ Երբ որ գնաց հարցրեցին, թե ով է նա, ասաց Հիսուս Նազովեցին։ Հիսուսը սատկած շան մեջ տեսնում է գեղեցիկ ատամները։ Մի հարցը հետևյալն է, քույրս եղբայրս, դու քրոջդ եղբորդ տեսնում ես Քրիստոս այրանքին։ Տեսնում ես այն այրունը, որ Աստված հեղել է քո եղբոր կամ քրոջ վրա։ Եվ Աստծո խոսքն ասում է, եթե մեկը Աստծո տաճարն ապական է, Աստված էլ զանիկա պիտի ապական է։ Միայն Աստծո տաճար ես եւ դու չենք, մնացածներն են Աստծո տաճար։ Մի հատ համար կարդամ, ուշադրություն դարձեք Հռոմեացիս թղթերի մեջ, ինչ ասում Տիրոջ խոսքը։ Խոսքը 14-րդ գլուխ 4-րդ համարից է։ Ինչ ասում Աստծո խոսքը։ Դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես։ Իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում, բայց կկանգնի, որովհետև Աստված կարող է կանգնեցնել նրան։ Եթե Աստված կարող է ամեն մեկից կանգնեցնել, հարց եմ տալիս։ Սայտակ է ընկել եմ, դու ինձ ինչ ես տեսնում։ Որպես Քրիստոս այրանքին, թե տեսնում ես որպես մեղավոր։ Ադամանդից մատնիկ է, եթե ընկել է ցեխի մեջ, երբ որ հանեն ու ուզենան վաճառել, առնողի չի ասի, որ ես ցեխ է։ Ադամանդ ընկել է ցեխի մեջ, ջրի մեջ կմցնես, նորից կմաքրվի։ Այսօր քույրդ կամ եղբայրդ, եթե ընկել է կամ ինչ-որ տեղ մեղանչել է, հիշիր հետևյալը. Աստված իր վրա իր մաքուր չունի, սրսկելու եւ մաքուր անելու։ Ինքը Քրիստոսի այրանքինն է։ Դու սա տեսնում ես, թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ ասում է տեսնել, այդ տեսողությունը քո մեջ պիտի ձևակերպի հավատք։ Ուշադրություն դարձեք։ Այստեղ է մեր պարտությունը։ Իսրայելը, երբ որ գնաց
խոստացյալ երկիրը լրտեսելու թվոց 12-րդ գլուխ։ Իրանք ինչ տեսան, որ Աստծո ասածը ճիշտ է, մրգերը, այնտեղած առատությունը, բայց նաև տեսան մեկ բան, ազգը զորավոր, պարիսպները բարձր, ենակի որդիներ։ Եվ այդ տեսողությունը իրենց մեջ քանդեց հավատքը։ Այսօր մենք էլ նայում ենք երևույթին, Գողիաթը շատ մեծ է, եւ Սավուղի պես վախեցած վրանից դուրս չեն գալիս։ Երիտասարդ Դավիթը չնայեց Գողիաթին, Գողիաթի փորձառությանը, ինքը հավատում էր Աստծո խոսքին, նայեց Աստծո խոսքին։ Մի հարց հետևյալն է, ինչ ես դու տեսնում։ Սատանան կարողացավ Եվայի մեջ ձևակերպել հետևյալը, որ նաև կյանք կա, որին որ Աստված քեզ չի տեղեկացրել։ Ինչ էր ասում, եթե այս ծառի պտղից ուտես, աչքերդ կփասվի եւ Աստծո պես կլինես։ Քուրս ջան, եղբայրներ ջան, աշխարհի մեջ կյանք չկա։ Բացի ցավից, տառապանքից այնտեղ ոչինչ չկա, գիտեք։ Ինչ էլ որ ունենաս, ինչ էլ որ հասնես, վերջնակետը ցավ եւ տառապանք է։ Այդպես է, թե չէ։ Երիտասարդները այսօր խորը մտածում են, որ դեռ ինչ որ բան կա, կարելի է վայելել։ Երիտասարդներ, սա գիտեք ինչի է նման։ Երբ որ ցկնորսը ուզում է ձուկը բռնել, այդ ռուսերեն հայերեն չանկյալ ենք ասում, այդ խայծը չէ, այդ կեռիկը, որի վրա ինքը խայծը այն ձև է թաքցնում, որ կեռիկը չերևա, այն ձև գեղեցիկ է ցույց տալիս այդ խայծին, որ ձուկը այդ գեղեցկությունից հրապուրվում է եւ կուլ է տալիս։ Փաստորեն ինքը ոչ թե խայծն է ուտում, ինքը դառնում է ուտելիք։ Եվ Սատանան կարողացավ եւ այն այդ խայծը ցույց տալ։ Նորից եմ ասում, ինչ էր ասում։ Միթե Աստված ասել է, որ պտղից ուտեք կմեռնեք։ Նորից եմ ասում, այս միտքը հավասար է հետեւյալ մտքին։ Միթե Աստված արգելել է քեզ շնչել։ Աստված երբեք չի շնչել, արգելել։ Աստված այդ հազարավոր ծառների մեջ մեկի վրա արգել դրեց լոկ նպատակը հնազանդությունն էր։ Եվ երբ որ մենք խոսում ենք, հիշում եք, Սավուղի վրայով ամենակալ Տիրոջ խոսքն ինչ ասեց։ Չգիտես որ հնազանդությունը զոհից առավել է։ Եղբայրներ, քույրեր, այսօր Աստծո խոսքը երբ որ ընկնում է, ինչ որտեղ ծրվում է, ինչ որտեղ փոխվում է, մենք անպայման կունենանք պարտություն։ Իսկ որտեղից է ծրվում, երբ որ մենք հավատում ենք հակառակորդի ասածին եւ տեսնում ենք, որ զատ Աստծո առաջարկից կա նաեւ մեկ ուրիշ կյանք։ Կյանք չկա։ Հետաքրքիր է, Պողոս Արաքյալն ինչ կերպ էր հասել այս վիճակին եւ իշքան երանել էր։ Ֆիլիպեցիս 1:21-ում ինչ էր ասում. Ինձ համար կյանքը Քրիստոս է, մեռնելը շա։ Հիմա հետաքրքիր է։ Տարիքով քույր եղբայրներին, որ հասնես կուզես մեռնես, երթաս ասում եմ, լրիվ կսեն հա։ Բայց երբ որ հանգած հիվանդանում են, չի տեղի կխմե։ Էմերի կնա։ Կյանքը թանկ բան է։ Հանկարծ չմտածեք, ասում եմ դեռ չխմեք, չէ, քավլից է։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք, որ այսօր մենք շատ անգամ կարճած ենք այս մարմնավորին։ Այլևս բազում անգամ օրինակը տալիս եմ 80-ականի վեճ, 90-ականի սկիզբ մեծ արտակարգ եղավ եւ բոլորը գնում էին դեպի արտասահման։ Մեր հարևանը 4 սենյականոց բնակարանը $3,800 ծախեց, ինքը իր կինը 2 երեխաներին տոմս արավ գնաց Հունաստան։ Թափառական կյանք։ Իմի հարցը հետևյալն է, ինչու համար։ Որովհետև ինքը հավատում էր մեկ բան է, որ այնտեղ կյանք կա։ Այնտեղ կյանք չկա։ Քուրս ջան, եղբայրներ ջան, շատ անգամ խոսվել է այդ մասին, Պավել աղբերն է շատ անգամ ասում, որ Ամերիկայում մեղքը, Ամերիկայում այդ փաթաթված թղթով է, ձևով է։ Մեղքի վասկը մա է, մի որտեղ ուզում ես եղի։ Վերջնակետը
Ես պիտի հավատամ նրան եւ հասկանամ ու պիտի տեսնեմ, որ աշխարհի մեջ կյանք չկա, կյանքը Քրիստոսի մեջ է։ Եվ ես պիտի տեսնեմ ամենակարևորակույնը, որ Աստված ինձ հավիտենական սիրով սիրել է։ Ես պիտի տեսնեմ եւ հասկանամ Աստծո ծրագիրը, որ Աստծո հավիտենական ծրագիր հետեւյալն է, որ ես երկինքը ժառանգեմ։ Սա է, Աստված ուրիշ ծրագիր չունի եւ ուրիշ նպատակ էլ չի ունեցել։ Ծննդոց առաջի գլխից մինչեւ հայտնության վերջի գլուխը Աստծո ամբողջ ծրագիրը սա է։ Բայց հարցը հետեւյալն է, ես ինչ եմ տեսնում։ Իրոք Մովսեսին բացվեց։ Ինքը տեսավ անտեսանելին։ Հիմա հարց եմ տալիս. ես եւ դու տեսնում ենք անտեսանելին, թե չէ։ Ես տեսնում եմ, որ կյանքը միայն Քրիստոսի մեջ է։ Պողոսը այդ կյանքը տեսել էր։ Եվ հետեւյալն էր ասում. ինչ բան որ ինձ օգուտ է, վնաս սեփեցի, որ այդ կյանքը ունենա։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկից։ Քուրս ջան, եղբայրներ ջան, խնդրանք սա, այսօր լուրջ մտածենք մեր հավիտենության մասին։ Սիրելի ծնողներ, սիրելի տատիկներ, Տերը ձեզ շատ օժնի։ Ամեն ինչի մասին մտածում եք, երեխեքի, թոռների, չեմ ասում, չպիտի մտածեք, պիտի մտածեք ձերն է, բայց ձեր մասին չեք մտածում։ Ես հասկացել եմ մեկ բան, որպեսզի մաղոթքին պատասխան լինի։ Աստծո խոսքի մեջ գրված է, Առակաց գրքում Տերն ասում է, Աստված արտարի աղոթքը կլսի։ Որպեսզի Աստված քողսերին պատասխան տա, որից է մեկին նկատի չունեմ, ես թղթի վրա գրված, մենք էլ ունենք հոգսեր, որոնք որ պիտի բերենք Տիրոջ առաջին, հարցը հետևյալն է, որ ես արտար կյանքով ապրեմ, Աստված ողորմություն կանի։ Իսկ արտար կյանքը սկսում է հետևյալից, երբ որ դու տեսնում ես, որ մեղավորս, որ տեսնում ես խաբրած կյանքը տանում է դեպի փակուղի, դեպի մահ, եւ տեսնում ես, որ կա մեկ ուրիշ կյանք, որ է Քրիստոս, որ քեզ առաջարկում է իրեն հետ ապրել հավիտյանս հավիտենես։ Հիմի հարց, որը ընտրենք։ Սուրբ Գիրք, երբ որ մենք նայում ենք, երկու առաջարկություն է։ Երրորդ միջանկյալ չի եղել։ Երկրորդ օրինաց 30-ից 17-ն է 10-ին համար, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ ամենակալ ասված հետևյալն է, ինձ եւ քեզ ասում, քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր ես սա պիտի տեսնեմ, եթե չէ, խնդիր կունենամ։ Աստծո առաջարկի մեջ սա երկուսն է, ավելը չէ։ 10-ին համարը, երկրորդ օրինաց 30-ից 10-ը, այսօր երկինք եւ երկիր վկայում կանչում ձեր վրա, կյանք եւ մահ, օրհնություն եւ անեզք, ձեր առաջը դրի։ Երկուսն է, կյանք, մահ, օրհնություն եւ անեզք։ Եվ երբ որ մենք նայում ենք Մատթեոս 25-րդ գլխի մեջ, Աստված խոսում է երկու տեսակի անձնավորությունի վրա, երկուսն էլ կույս են, երկուսն էլ ունեն իրենց ձեռքերներին լապտերներ, երկուսն էլ սպասում էին Հիսուսին, մեկին անվանեց իմաստուն, մյուսին անվանեց անմիտ։ Հիմար։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված մեզ իմաստություն է տվել։ Եվ ով է իմաստուն մարդը, որ իր տունը շինում է Քրիստոս կյանքի վրա, ժայռի վրա։ Այս աշխարհի հիմքը անպայման կքանդվի, կխախտվի։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկից։ Եվ հիշի հետևյալը, որ դու Քրիստոսի բաժինն ես։ Աստված քեզ համար մեծ գին է վճարը իր որդի Քրիստոսի։ Դու ուրեմն իշքան թանկ ես իրեն համար։ Խնդրանք սա այդ գինը հասկացիր եւ կարողացիր պահել։ Եվ նորից խնդրանք։ Այս ազգի, քաղաքի արտնության համար ամեկս ունենք մեր մասնաբաժինը, որ քաղաքը կամ ազգը չի ապաշխարում։ Որտեղ Սուրբ Գիրքն ասում է, եթե լինի մեկ իրավունք անող, արտարություն խնդրող ես այն քաղաքին կներեմ։